Մայիսի 18-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Վերջինս հայտնեց, որ Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումից հետո նրա էջը լիովին ջնջվել է, իսկ հեռախոսահամարը դարձել է անհասանելի։ Փաստաբանը նրա մասին տեղեկություն չունի։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Արաչինը շեշտել է արցախայության վերադարձի իրավունքի մասին, միջազգային երաշխավորությամբ անդրադարձել եկեղեցիների ու պատմական կոթողների պահպանման հարցին, միջազգային օրենքներին համաձայն Բաքվում պահող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ համացանցում տարածված Փաշինյանին սպառնացող ու արցախցիների անունից ներկայացվող դիմակավորված անձանց տեսանյութը դասական տեղեկատվական ինսցենիրովկա է։ Նրա խոսքով տեսանյութը նախ տարածվել է իշխանամետ հարթակներում ու ֆեյք էջերով, ինչը ըստ նրա փորձ է ստեղծելու կեղծ վտանգ, ապա դրա հիմքով հարվածելու ընդդիմությանը։ Քոչարյանը նաև շեշտում է, որ իրական ընդդիմադիրներն ու դժգոհ քաղաքացիները սովորաբար հանդես են գալիս բաց դեմքով, իսկ դիմակավորված կերպարները ըստ նրա բեմադրված են։ Փորձագետի կարծիքով այս ամենի նպատակը արցախցիների դեմ ատելության սրելը, ընդդիմությանը ահաբեկչական դաշտում ներկայացնելը ու ուժային գործողությունների համար հարմար միջավայր ստեղծելն է։ Մակրոնի եւ Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, եվրոպական արժեքները ակնհայտ են կամ դեմքին են։ Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այսօր Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանի հունից դուրս գալուն։ Նա մեջբերել է Փաշինյանի հայտարարությունից մի հատված. «Շնորհակալություն ասա, որ մոտակա զուգարանում ձեր գլուխը չեն ջարդել»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, բայց դժգոհ է Թեհրանի առաջարկներից։ «Ես կարող եմ ձեզ մեկ բան ասել, նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց նրանք առաջարկում են համաձայնագիր, իսկ հետո ուղարկում են մի փաստաթուղթ, որը որևէ կապ չունի համաձայնագրի հետ։ Ես նրանց ասում եմ՝ խելագարվել եք», 10-ի փոխանցմամբ ասել է ամերիկացի առաջնորդը Ֆորտուն ամսագրին տված հարցազրույցում։ Մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը կոչ էր արել Իրանին ավելի արագ գործել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիր կնքելու հարցում, նշելով, որ ժամանակը կարևոր է։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայի եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։